Ինչպես նշում են օդերևութաբանները, մոտակա օրերին կգրանցվեն օդի ցածր ջերմաստիճան ու ուժեղ քամիներ։ Սրանից հետևություն, որ հարկավոր է ընտանիքներին ջերմություն։ Շատ դեպքերում բազմազավակ ընտանիքներում խնայողության պատճառով բնակարանները տաքացնում են վառարաններով։ Վերոնշյալ ընտանիքներից է տիկին Վարդանուշի բազմազավակ ընտանիքը։ Հա, դե մենք ապրում ենք Լեռնային շրջանում, մեր տնային պայմանները ահավոր է տաքցնել էլի, ասենք դե հնարավորություն չունենք, որ այդքան մեծ ծախսերի հետ կապնված է, պետք է տունս այդքան հարմարավետ չէ, որ ասենք դե կայնանամ գազով ապահովեմ։ Մեր սենյակը տաքցնեմ, մյուսը դրա համար օգտագործում են փայտ, բարի մարդիկ, ինչքան բարի մարդ կա, ինչ ունեին, ասենք որոշ բաներ, տարին որոշ ես կանեմ, այդ ման ձմեռը անցկացնում ենք, տարի բոլոր գիտենք էլի, մենք միշտ երկար վառում ենք էլի, հա, հոկտեմբերից մինչև մայիսի վերջ։ Հա, ինչ են, իմ պայմաններս այդպես է, ինչ ում բողոքեմ, ինչ կան ամենեմ, բայց ասենք ունիմ երեխաներ, օգնեն գա, երեխաները շատ չափածեված, ամեն ինչով լավ, ինչ որ ասեմ, խոսքս խոսք է, էլի։ Հագուստի հարցով է որոշ պետություն է կօգնե, շնորհակալություն, աշխատում ենք, թոշակառու եմ, ճիշտ ասած, էլի բավարարում ենք մեր որոշ բանով, էլի, ասենք մեր ինչ խելսած յորղանի չափ ոտքը լարած ապրում ենք, ոչ ոքից պահանջ չունենք, չենք ներկայացնե, բայց ահավոր էլի, ձմեռը սոսկալի ձմեռ կեղնի, էդիկե դժվար է, մինիմումը ամենակիչը հաշվե 2000-3000 էման տուն կա, այդքան վառելիք պիտի ծախսե, այդքան գազ պիտի ծախսե, դուրս կա ձմռան պայմաններից էլի։ Մեր քաղաքի բազմազավակ ընտանիքներից է նաև Ադելինա Եսոյանի ընտանիքը։ Տիկին Ադելինան ևս բնակարանը տաքացնում է վառարանով, սակայն վառելիքի հետ կապված խնդիրներից բացի նա ունի նաև կենցաղային խնդիրներ, որոնց մասին խոսեց հարցազրույցի ժամանակ։ Որոշ չափով պատրաստ ենք ձմեռը դիմավորելուն, բայց օրս եմ լիարժեք բացառվիգը, որովհետև հնարավոր չէ հլը փայտ չգանե, փայտը շատ թանկ, հնարավորություն է չկա։ Չգիտեմ, ինչքան որ աթարով հնարավոր գալի մեր զապասը նախատեսած պիտի հերիք է, մնացածը պիտի լրացվի մինչև ծունը գալը, որովհետեւ 3 փոքր երեխա կառնանանք տունը տաքացնենք, երեխեքը չմեսին, չհիվանդանան, ավելնորդ տեղորայքի գումար չտանք եւ այլն։ Տեսնենք ինչ է գալի։ Դե բնակարանը տաքացնել են բացի ջերուցման հարցը լուծել են բացի նաեւ խնդիր է մեզի համար նաղդի դարությամբ պատուհանները, որոնք արդեն լրիվ միջելել են, հնարավոր չէ որ ասենք ցելոֆանով փակենք ինչը կենեինք ամեն տարի։ Այնքան է հնարավորություն չկա որ պատուհան պատվիրենք, փոխենք, գոնե ջերմությունը մենա բնակարանի մեջ։ Չգիտեմ, էդիկի ամենամեծ խնդիրը նաեւ թե ինչը պիտի մենք այդ հարցը լուծենք։ Եթե ելնար ինչ որ մեկով կառնանար գոնե որոշակի չափով օգներ այդ ներքևի հարգի 3 պատուհանը փոխելուն շատ շնորհակալ կլինեի։ Վերջին տարիներին Նինոց Մինդան ապահովվեց բնական գազով, որը բնակչության համար ունի դրական նշանակություն։ Սակայն հին օրերի փայտի եւ աթարի վառարանները ևս ունեն իրենց հուշերի քաղցրությունը, բայց այնուամենայնիվ կապված են ծախսերի ու դժվարությունների հետ։ Սիրելի քաղաքացիներ, բազմազավակ ընտանիքներ մեր օրերում հազվադեպ են հանդիպում, իսկ եթե կան, ապա նրանց հարկավոր է ուշադրության արժանացնել եւ ինչու՞ չէ, նաեւ ձեռք մեկնել։